Կալիֆորնիայում նոր օրենք է անցնում եւ այդ օրենքը գործադրելի է լինելու հաջորդ տարի հուլիսի 1-ից գործադրելի է լինելու, որ որևէ բնակարան, որ մեկը բնակարանի տերը, ապարտմանի տերը վարձու է տալիս ուրիշի, պետք է անպայման սառնարան ունենա, refrigerator ունենա մեջը եւ նաեւ ստով, այսինքն այդ gas կամ էլեկտրական հիմա տեղադրում են այստեղ Կալիֆորնիայում էլեկտրական ճաշ եփելու այդ ստովը լինի, որ կարողանա անձը այդ երկուսը, ուրեմն պետք է հաջորդ տարի հուլիսի 1-ից 2026 թիվ այդ բնակարանը չի կարող տերը, կալվածի տերը, ապարտմանի տերը չի կարող մեկին վարձու տա, եթե այդ երկուսը մեջը չլինի։ Ուրեմն տանտիրոջ պարտականությունն է, որ այդտեղ սառնարանը, refrigerator եւ ստովը տեղադրի այդտեղ։ Ես հիմա ուզում եմ խոսել փոթորիկի մասին, հարավ-արևելյան տարածքներում փոթորիկ էր տեղի ունենում այս շաբաթ այնտեղ, տեսեք հողի հետ հավասարն է այս փոթորիկը դժվար կացություն ստեղծեց, այստեղ տեսնում եք 38 միլիոն մարդ impacted, այնտեղ Փենսիլվանիայից մինչև Ֆլորիդա, բոլորը կամ հեղեղ է, կամ փոթորիկ է, Քենթաքի տեսնում եք, եւ գոնե 9 հոգի մահացել են, 23 հոգի վիրավորվել են, այստեղ տեսնում եք Միզորի, Արքանսա, Միսիսիփի, Թենեսի, Քենթաքի, Ինդիանա, հետո դա անցնում է արևելյան նահանգներն անցավ, այսպես տեսնում եք, տեսեք մեծ վնաս, բիլիոնավոր դոլարների մեջ վնասը տեսնում եք, անօթևան դարձան հազարավոր մարդիկ եւ 38 միլիոն դժվարկացության, 28 միլիոն տեսեք ամեն տարածքում տարբեր է թորնեդո ունեցան, խոշոր քամիներ 75 մայլ ժամական, այսինքն պատկերացրեք 100-ից ավել կիլոմետր, 120, 130, երկու կարկուտ տեղի ունեցավ, այստեղ տեսնում եք այդ տարածքները Մեմֆիս, Թենեսի եւ այլն, որ 5 սանտիմետրից մեծ կարկուտը այդպես խոշոր կարկուտ, գիտեք, իր ճանապարհին ամեն ինչ վնասում է։ Սա բոլոր տարածքներն են ինչ որ խիստ տուժեցին ապրիլի 3-ից սկսյալ մինչև մեզ հիմա, այսպես դժվարկացություն, որ ժողովուրդը այդպես դրության մեջ եղավ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, նախագահ Թրամփի մասին վերաբերող ինչ է ասում, նախ քիչ հետո tariff հարկ է պահանջում ուրիշ երկրներից, եթե մի բան գալիս է այստեղ Չինաստանից, ուրիշ երկրներից գալիս է, պետք է հարկ վճարեն եւ վերաբերյալ հարցեր մեկին ինչպես ազդեցություն ունի Թրամփի վրա, որ 4 աստղանի գեներալին գալիս է խոսում է անմիջապես Թրամփի իրեն աշխատանքից անում է այդ Նյութոնը, ինչ որ ձեզ պետք ներկայացնեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում կամ Դոբեյում ցանկություն ունեք կալված ունենաք, ապարտման ունենաք, առանձնատուն գնեք, ինքը այնտեղ լայսենս է, հաճախ այդ աշխատանք ուրիշներ նաև կատարում են, բայց իրենք լայսենս չունեն Դուբայում, եթե դուք ցանկություն ունեք ապարտման գնեք, այսինքն կոնդոմինիում գնեք կամ առանձնատուն գնեք, իր հետ խոսեք, սա հեռախոսահամարն է, 135,000-ից դեպի վեր, 20% հարկ է, որ դուք սկզբում 20%-ը տակ այդ 135,000-ի մոտարապես $30,000 հարկ է ունենալ եւ կարող եք վճարեք 10 տարվա ընթացքին, մնացածը 10 տարվա ընթացքին, տոկոս գոյություն չունի, այնտեղ այդ արաբական երկրները գիտեք հարամ է, այսպես
տոկոս չի կարելի մեկից վերցնել։ Այստեղ եթե կնեք Դուբայում տոկոս գոյություն չունի, իր հետ խորհրդակցեք, որ միջնորդներ չեն լինի, դուք ուղղակի կարող եք ձեր ցանկացած ապարտմանը գնեք։ Նաև կահույկա պատված լինի կամ առանց կահույքի եք ուզում գնեք եւ բոլորը դրանք հնարավորությունը կունենաք, երբ իրեն հետ խոսեք։ Ոսկե վիզա եք ունենալու, ոսկե վիզա, որ կարողանաք անընդհատ գնալ, վերադառնալ, հեշտ լինի ձեզ համար։ Ծրագիրը հովանավորում է Prime-Med Pharmacy հովանավորում է ծրագիրը, տեղեր պիտի վերցնեք, այս տեղատունին զանգ տվեք, հեռախոս շատ հեշտ է 818-6 տեսնում եք 30777 37 Prime-Med Pharmacy Glenox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, բայց ամենայն դեպս իրենք ձեր տեղը կբերեն, ձեր տանը կհասցնեն։ Կվերադառնա։ Նախագահ Թրամփը մեկ գեներալի աշխատանքից հանեց, որ քիչ հետո պիտի ցույց տամ այդ գեներալին, տեսնեք ով էր եւ ինչ էր։ Իսկ Ջոն Քելի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր իր առաջին նստաշրջանում, ամենաերկար ծառայողներ, որպես աշխատակազմի ղեկավար, մոտարապես 2 տարի այդպես էր։ 4 հոգի այդ 4 տարվա ընթացքին Թրամփը փոխել էր առաջին նստաշրջանի ժամանակ։ Ջոն Քելին ասում էր, որ Թրամփը երբ որ իհարկե հեռացել էր իրեն հարցազրույց էին արել, ասում էր պրոբլեմ ունի։ Ասում է, որ ինչպես Ջոն Մաքեյնին, որ սենատոր էր Վիետնամի պատերազմի ժամանակ օդաչու զինվորական էր, իր հայրը, պապիկը, բոլոր ընտանիքի մեջ գեներալներ էին եղել։ Ասում է, որ Ջոն Մաքեյնը, որ սենատոր էր, Արիզոնայի սենատորն էր, դա չպիտի կոչել իրեն այսպես հերոս չպիտի կոչել։ Եթե օդանավը վայր են իրեն ձերբակալեն են, ուրեմն հերոս չի։ Կամ նրանք, որ չեր այս գեներալը ասում էր, որ չի ցանկանում, որ զինվորականները ինչ որ ոտք ձեռք կորցրել են, Թրամփը չէր ցանկանում հանդիպել իրենց, ասում էր, եթե սրանք հերոս են, չպիտի մի վնաս ասած լիներ իրենց, այսպես արտահայտություններ ասում էր Ջոն Քելին այն ժամանակ, որ կատարում է անգամ նախկին նախագահ Ջորջ Բուշը, հայր Ջորջ Բուշը, որ երկրորդ համաշխարհային պատերազմին օդաչու էր, վայր էր ընկել իր Navy համար էր վայր էր ընկել օդանավը եւ վնասվել էր մասամբ, ասում էր, եթե իրեն վայր են գցել, եթե ուրեմն ինչ հերոս է Ջորջ Բուշ նախագահը անցյալում իրեն ասել են պատերազմի հերոս, ուրեմն դրանք բոլորը հերքում էր, ասում էր գեներալը։ Իսկ հիմա մեկ կին, որը հիմա անցնենք այդ ուրիշ մեկ գեներալ, ինչ որ ուզում եմ ձեզ ցուցադրել, որ այս գեներալին, որը ինքը արտասահմանում էր այս գեներալը, գնացել էր աշխատանքի բերումով անվտանգության խմբի National Security հանձնախումբ, որ անվտանգության հանձնախումբը ինքը 4 աստղանի գեներալ է, այս երկրում 4 աստղանի գեներալ լինելը շատ դժվար է։ Միայն նախագահները պետք է միջամտեն եւ հաստատեն, որ անձը 4 աստղանի լինի։ Մեկ աստղանի, 2 աստղանի լինելը շատերն են կարողանում այդ դիրքին հասնել։ Երրորդ, այսինքն կամ 3 աստղ ունենալը շատ դժվար է այս երկրում, պետք է մեկը շատ բարձրաստիճան նախարար գնա նախագահին ասի, որ նա ստորագրի, բայց 4 աստղանին դեռ դժվար աշխատանք է լինել։ Ամենայն դեպս այս անձը 4 աստղանի գեներալ է եւ իրեն աշխատանքից հանեց, որովհետեւ մի կին, որը հիմա շատ մոդա է դարձել social media-ի միջոցով influencer են ասում, որ շատ մարդիկ իրեն հետևում են 1.5 միլիոն մի կին, որ քիչ հետո պիտի ձեզ
ցուցադրեմ իրեն, դեմքը ցուցադրեմ Լորա անունով, Լոմեր, այդ կինը պատկերացրեք, գնում է սպիտակ տուն, նախագահին հանդիպում է, երբեմն հանդիպում է։ Հիմա ինչ է ցույց է տալիս այն մյուս գեներալին, որ քիչ առաջ ցույց տվի, այդ գեներալը չէր թողնում ոչ ոք գա, առաջ ասում էր բացատրեք ինչի համար եք ուզում գնաք Թրամփի մոտ։ Ու այսպես Թրամփին, որ միշտ այսպես է եղել այս երկրում, աշխատակազմի ղեկավարը, այսինքն սպիտակ տան մեջ շատ կարևոր անձնավորություն է, անգամ նախարարները ուզում են նախագահին տեսնեն, պետք է այս մարդու միջոցով գնան, ուրեմն մեծ հարգանք ունի այդ աշխատակազմի ղեկավարը, ասացի այդ 4 աստղանի գեներալը առաջին նստաշրջանում չէր թողնում բոլորը ով ուզում է Թրամփի հետ խոսի գա հանդիպի, իսկ հիմա այդպես չի, հիմա մեկ կին է ինչ որ ղեկավարում է, ով ցանկություն ունի թույլ է տալիս գնա նախագահի մոտ, որ անսովոր է այս երիտասարդ 30 քանի տարեկան այդ կին գալիս է, գնում է Թրամփի մոտ, ասում է, որ այս գեներալը վստահելի գեներալ չի եւ անվտանգության national security մեջ է դա national security-ն նաեւ ղեկավար ունի, որտեղ առանց նրան ասելու Թրամփին ասում է, Թրամփը կանչում է այդ անձնավորությանը եւ ինքը ուզում է բողոքի այս ղեկավարը, բայց չի խոսում, որտեղ Թրամփը այդ կնոջը լսում, որ պիտի ցույց տամ եւ այս գեներալին աշխատանքից հանում է։ Ասացի գեներալը գտնվում էր Եվրոպայում գտնվում էր տարբեր, այսինքն գնում են տարբեր երկրներ, այն երկրի ղեկավարների հետ են հանդիպում, իրեն այնտեղ ասում են, որ դու աշխատանքից քեզ հանեն են դու էլ այդ դիրքում չես։ Ես հիմա այստեղ ուզում եմ մասամբ ցույց տալ, այս գեներալն է NSA National Security Agency, գեներալ Timothy Hay, այստեղ տեսնում եք եւ իրեն տեղակալին դեպթին նաեւ երկուսին հանում են այս գեներալին եւ իր մոտ աշխատող անձնավորությանը Director of NSA, ինչ որ շատ բարձր դիրք է, կարևոր դիրք է, ինչ որ զբաղեցնում էր, Ժապոնիայում է լինում, որ իրեն ասում են դու այդ այսինքն գրասեղանը պարապիր, դու էլ այդ աշխատանքի չես կարող վերադառնաս։ Եվ այդպես է լինում։ Ինքը վերադառնում է Ժապոնիայից ու էլ աշխատանք ունի իր տեղակալը նաև։ Այս կինն է, ում որ տեսնում եք Լորա Լումեր անունով, որ շատ տարբեր հարցեր է, օրինակի համար ժամանակին ասում էր, որ տեսնում եք այս կինն է, որ ասել է այս եւ իր օգնականը հավատարիմ չեն նախագահ Թրամփին եւ դրա համար պետք է նախագահը իրենց վտարի ամենայն դեպս նաեւ այս կինը Լորա Լումեր անունով սեպտեմբեր 11-ին ինչ որ դեպքը տեղի ունեցել որ ամեն ինչ փաստերը կա եւ այլն անընդհատ մինչեւ այս վերջերս ասում է սա ներքին աշխատանք է նրանք որ հետաքրքրված են տենց այսպես conspiracy կամ այսպես գաղափարներ են հետևում։ Այստեղ իրեն հարցում են, ասում են այդ կանոչ լրագրողները իրեն ասում են այդ կինը քեզ ասել է դու իրեն 4 աստղանի գեներալին աշխատանքից աներես, ասում է շատ լավ հայրենասեր անձնավորություն այս կինը, ինքը առաջարկեց ինձ եւ ես լսում եմ մարդկանց լսում եմ առաջարկները լսում եմ իրենցը ու գեներալին աշխատանքից հանել եմ ես բոլորին եմ լսում ասում է Թրամփը բայց տեսնում եք ուրեմն այս երկու անձնավորություն National Security Advisor մի 4-5 օր առաջ սենեթերների առջև այնտեղ խոսում էր Լորա Լումերին եք տեսնում far right conspiracy theorist եւ ինչ որ գրեներ որ այս գեներալը հավատարիմ չի ինչ իման վրա
չի բացահայտել, ինչ է արել, որ հավատարիմ չի։ Եվ տեսնում եք Թրամփն է, որ իր օդանավի մեջ գնալիս այսպես այս կնոջ համար ասում է մարդիկ կարող է իրեն չեն սիրում, բայց շատ ինձ հավատարիմ անձնավորություն է, լոյալիստ է այս կինը եւ ինչ որ քիչ առաջ ասացի սեպտեմբերի 11-ի այդ տերորիստական ակտը նաեւ ինքը ասում է, որ ներքին աշխատանք է, այսինքն Ամերիկայում ոմանք ղեկավարության այդ դիրքի մեջ կազմակերպել էին այս սեպտեմբերի 11-ը։ Սեպտեմբերի 11-ին տասնյակ տարբեր խմբեր, դա ներկայացնի տան կողմից, սենեթի կողմից, կառավարության կողմից, բոլորը հետևեցին, ամեն ինչը գտան, ամեն ինչը հստակվեց, որ կազմակերպել էր այդ Խալեդ Շեյխ Մոհամմադի ծրագրումներ, որ հիմա Ամերիկայում բանդարկված է եւ բացատրել էին այն ժամանակ Օսամա Բեն Լադենին եւ իր օգնականին Ալ-Զավահիրին բացատրել էր այդ անձնավորությունը Խալեդ Շեյխ Մոհամմադ, որ խելացի անձնավորություն էր ինքը, բայց ինչ որ կատարել էր շատ 3000 հոգու մահվան պատճառ դարձավ, որովհետև շատ խելացին նաև կարող է իր գաղափարները այսպես ուրիշ տեղ տանի արարությանը, մարդկանցը վնաս հասցնի, ամենայն դեպս հստակացված մի բան է։ Մի բան չի, որ Ամերիկայում այս կառավարության համար աշխատողները իրենք կազմակերպեն, ամեն ինչ հստակացված է եւ անտեղի սա ինչ որ այս կինը ասում է ներկայացնում էր։ Ես հիմա ուզում եմ շարունակել եւ տեսնենք տեսնում եք stock market-ը վերջին 2 օրվա ընթացքին, որ քիչ հետո ավել մանրամասը պիտի տամ, տեսնում եք այստեղ 5.5%-ով Dow Jones-ը կորուստ ունեցավ, սա երկրորդ օրն է, 2231 եւ ուրեմն 5-շաբթի եւ ուրբաթ չտեսնված աշխարհով մեկ տարօրինակ վիճակ ստեղծվեց։ Ընդհանուր, տեսնում եք, այստեղ նախագահ ասում է, ես պետք է թերիվ հարկ պահանջեմ ուրիշ երկրներից, մոտարապես 6 տրիլիոն մարդիկ, որ ստակ ունեն, այսինքն փայատեր են տարբեր ընկերությունների, եթե մեծ ընկերությունների փայատերությունը ամեն մարդ կարող է գնա եւ գնի, եւ այսպեսով մեծ կորուստ ունեցան հանրությունը, որ ինչ որ ասացի գումարը մոտարապես 5-ից 6 տրիլիոն կորցրեն, այսինքն 5000 տեսեք ինչքան գումար ինչը միլիարդ կամ բիլիոն կորուստ կա այս 2 օրվա ընթացքին չտեսնված բոլոր ուրիշ երկրներն էլ նա երբ Թրամփ ասեն է որ հարկ են պահանջում նրանք էլ ասեն ինչ որ Ամերիկայից կամ մենք հարկ կպահանջենք որ քիչ հետո պիտի դրանք ցույց տամ տեսնեք ինչ խառը վիճակ է ինչ դաժան վիճակ է տնտեսական հիմա դրա համար նախատեսում են որ այս երկրում recession է տեղի ունենալու անկում է բիզնեսային տնտեսական ճգնաժամ է լինելու սա նախատեսություն է իհարկե մինչև չլինի չենք կարող վստահ լինենք բայց անգամ բանկերը այս երկրի ասում են 60%-ով chance կա որ տնտեսական ճգնաժամ լինի այստեղ ես պիտի դադարվեցնեմ երբ վերադառնամ այդ նյութով զբաղվեմ Երևան Shipping-ն է ովանավորում ծրագիրը Երևան Shipping ցեզ առաջարկում է 1%-ով գումար կարող եք ուղարկել Հայաստան զատիկ է գալիս ձեր ազգականներին ձեր բարեկամներին գումար երևի կուղարկեք $100 ուղարկեք $1 եք տալիս $500 ուղարկեք $5 եք վճարում ընդամենը եւ նաեւ ծանրոց եթե ունեք Հայաստան ղրգելու համար ծանրոցը նավով եթե ղրգեք 2.5 ամիս 3 ամիս կտևի մինչեւ ձեր ազգական բարեկամները Հայաստանում ստանան օթանավով կարող եք ղրգեք
խիստ գինը իջեցրել են $2.99 pound-ը եւ մի քանի օրից հետո իրենք կստանան ծանրոցը, կուրախանան երևի Երևան շիփինգ երկու կենտրոն ունի Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում Palmer փողոցի վրա է գտնվում Ես ուզում եմ ձեզ ցույց տալ stock market այն օրվանից որ նախագահ Թրամփը ընտրվել է այդ փայատերությունը այսպես բարձրանում էր սկզբում երբ որ եկել էր որովհետև Թրամփը ինքը բիզնեսի մարդ է ամենը կարծում եմ շատ լավ է ու փայատերության այս ավել արժեքավորվեց իսկ նախագահ Թրամփը եկավ եւ այդ կարծիքները որ ես բոլոր երկրներից ինչ որ ներմուծում են այստեղ մենք պետք է հարկ վերցնենք մեկ անգամից տեսնում եք այս ներքևի հետո քիպից ցույց տամ որոշ երկրներ օրինակ Գերմանիայի նման շատ չտուժեցին որոշ տեսնում եք այստեղ նաեւ Չինաստանը massam չէր տուժել իսկ ուրիշ երկրներ տուժել են այստեղ տեսնում եք տարբեր երկրներ Կանադան եւ Ճապոնիան մեծ կորուստներ ունեցան ընդհանուր ես ուզում եմ ցես գաղափարը տամ որ ինչպես անկում ունեցան տարբեր բիզնեսներ անցնում ենք առաջ եւ որպեսզի դուք պատկերացում ունենաք S&P 500 որ շատ տարբեր բիզնեսների փայատերությունը այդտեղ է այստեղ տեսնում եք հունվարի 6-ին դեռ Բայդենը այստեղ էր կորուստը տեղինով է massam կամ օրենջով եք տեսնում նարինջագույն է բարձրացումը փայատերությանը արժեքը բարձրացողը կապույտով եք տեսնում եք Բայդենի վերջին օրը այստեղ է Թրամփը եկավ ստակը ավել բարձրացավ հետո massam Թրամփը սկսեց խոսել որ ես պետք է հարկ վերցնեմ ուրիշ երկրներից եւ այլն massam տեսնում եք փետրվար 3-ն է այստեղ գալիս ենք նորից բարձրացավ ու հետո իջավ նորից իջավ երբ որ լուրջ հարցեր բարձրացրեց Թրամփը եւ մարտին բավական կորուստ եղավ փայատեր նրանք որ ունեին ստակներ ունեին կարճ ժամանակ նորից բարձրանում է իսկ կորուստը հիմա մենք այստեղ ենք տեսեք խոշոր կորուստ որ մարդիկ միլիոնավոր կարող է նրանք որ շատ ստակ ունեն հարյուրավոր հազարավոր դոլարներ կորուստ ունեն խիստ կորուստ են արձանագրել բոլորը իրենց այդ փայատերությունը պատկերացրեք եթե մի ամիս կամ 10 օր առաջ վաճառեին կարող է կապված որ ընկերությունը երկու անգամ կամ 50% ավել գումար կարող էին հավաքեին քան հիմա որ կորուստ են արձանագրել ես ուզում եմ շարունակել հիմա որ հարկ է պահանջում առաջ ինչպես էր այստեղ տեսնում եք թերիֆը հարկ էր վերցնում ամերիկան բոլոր ինչ որ դուրսից մի ապրանք մտնում էր ներս ամեն երկիր հարկ է պահանջում օրինակ ամերիկան 3%-ով հարկ էր պահանջում ինչ որ դրսից գալիս էր մեծամասնություն 3% էր պահանջում հիմա քիչ հետո պիտի ցույց տամ օրինակ Վիետնամից 46% հարկ է պահանջում ամերիկան նույնը Չինաստանից եւ այլն մեկ-մեկ պիտի ցույց տամ հիմա որպեսի տեսնեք ինչ է պահանջում ամերիկան ուրիշ երկրներից այստեղ տեսնում եք existing 75 բիլիոն ինչ որ ամերիկա գալիս է հիմա եթե այսպես շարունակվի Չինաստանից գացող ինչ որ գալիս է 84 բիլիոն պատկերացրեք ընդամենը 78 բիլիոն բոլոր երկրներից այս երկերը ամեն տեղից ներմուծում է ամեն ինչ միայն Չինաստանը պետք է 84 բիլիոն հարկ վճարի Մեքսիկո մոտիկ բարեկամն է որ գիտեք մենք ինչ որ գնում ենք մեծ մասա միր կանաչի եւ այլն Մեքսիկոից գացող են դրանք խմիշք 61 բիլիոն ուրեմն Մեքսիկոն պետք է այսինքն բիզնեսները 61 բիլիոն գումար վճարեն որ իրենց ինչ որ բերեն այստեղ հիմա այս բիլիոնը ինչ որ կառավարությունը հավաքում է վերջո ինչ որ մենք գնելու ենք ավել թանկանալու է շատ է թանկանալու
Կանադայից երկու ամենամոտիկ բարեկամները Ամերիկայի մինչ հիմա ինչ որ գալիս էր 3% հարկ էին վճարում, մի գումար չէր կազմում։ Հիմա 42 բիլիոն ինչ որ այնտեղից կա, պետք է բիզնեսները, որ այնտեղից ապրանքներ են բերում, այստեղ վճարեն։ Տեսնում եք, մեքենայի համար, մեքենաները ինչ որ աշխարհով մեկ գալիս է 61 բիլիոն այդ գումար պիտի տան, 52 բիլիոն երկաթ եւ ալումինիում, որ մեծ մասը գալիս է Կանադայից, այդքան հարկ պիտի վճարեն, որ այդ ապրանքը մտնի այստեղ, այսպես տեսնում եք եւ ուրիշ բոլոր երկրներից ուրիշ ապրանքների համար 413 բիլիոն կամ միլիարդ, ընդհանուր տեսնում եք 714 բիլիոն միայն սա է եւ 78-ը սկզբից կար 792 բիլիոն ամերիկան հարկ է վերցնելու ապրանքներ, որ գալիս է այստեղ։ Նախապես ընդամենը 79 բիլիոն էր։ Հիմա 792 բիլիոն է, որ կառավարությունը հավաքելու է։ Իսկ ով է վճարելու։ Ես, դուք, նրանք, որ ինչ որ գնելու են, եթե դրսից եկել է մեծ հարկ պիտի վճարեն։ Դրանց մեջ մեքենա, Գերմանիայից մեքենա է գալիս, Benz, BMW, Ժապոնիայից մեքենաներ է գալիս եւ այսպես բոլորը։ Ես հիմա այդ նոր թերիֆները կամ հարկը, որ երկիր ինչ է պահանջում, ուզում եմ ձեզ ցույց տալ։ Սա շատ տարօրինակ դեպք է տեղի ունենում, որ չեն անդրադառնում կամ չեն կարողանում հավատալ ինչպես է տեղի ունենում։ Հիմա մասամբ բացահայտվել է, որ օրինակ Վիետնամից, որտեղ ամեն ինչ բերում են այս երկիր եւ 300 բիլիոնից ավել ապրանք է գալիս այստեղ, Ամերիկայից 100 բիլիոն է գնում, դրա կեսը վերցրել են ու պահանջում են։ Հիմա այստեղ տեսնում ենք Եվրամիությունից 20%, ասում է նոր թերիֆը 20% պիտի վճարեն։ Սա 18%, ինչ որ այս երկիրը գալիս է Եվրամիության երկրներից է գալիս 18%-ով եւ կազմում է 241 բիլիոն կազմելու է, այսպես տեսնում եք։ Երկրորդ երկիրը, որ այստեղ տեսնում եք, Չինաստանն է։ Չինաստանը հարկ է պահանջում նախագահը 34%։ Դրա համար Չինաստանն ասել է ինչ որ Ամերիկից կա 35% հարկ պիտի վճարեք։ Այս ինչ որ այսինքն աշխարհից գալիս է 13.4%-ը ինչ որ ապրանք ներմուծվում է այստեղ Չինաստանից է գալիս։ Եվրամիություն բոլոր երկրները 18.5% է, բայց միայն Չինաստանից այստեղ գալիս է 13.4%-ով գալիս է, որ կազմում է 292 բիլիոն գումարն է կազմում։ Երրորդ Ժապոնիան 24% պետք է հարկ վճարեն, ինչ որ ղրգեն այստեղ 4.5% է Ամերիկայում ինչ որ գալիս է, դրսից գալիս է 4.5% Ժապոնիայից է գալիս, որ 69 բիլիոն կամ միլիարդ կազմում է։ Վիետնամից տեսնում եք այստեղ 123 բիլիոն գալիս է, 4.2% կազմում է ինչ որ այնտեղից գալիս է այստեղ, իսկ 48% պետք է հարկ վճարեն, 46% հարկ վճարեն։ Հարավային Կորեան եք տեսնում, ամենը տեսնում եք, սրանք բոլորը նախապես 3%-ով մտնում էր այս երկիրը, սա տոկոսն է ցույց տալիս ինչքան ապրանք են բերում եւ բիլիոնների մեջ ինչ գումար է գալիս։ Ինչ որ տեսնում եք այսպես, օրինակ Սերբիայից ինչ որ բերեն 38% պետք է հարկ վճարեն, Լաոսից 48%, ինչ որ Լաոսից է գալիս։ Այսպես տեսնում եք, բոլորը սրանք հարկ ինչ որ պահանջում են, այսինքն վերջը մենք պիտի վճարենք, մենք ենք որ ապրանքը գնելիս, երբ որ այդ ապրանքը ներմուծելու են այստեղ գինը բարձրանալու է այդ տոկոսով ինչ որ տեսնում եք։ Եթե մի երկրից ասում է ինչ որ այնտեղից գալիս է 40% պիտի հարկ վճարեն, ուրեմն 40% պատկերացրեք, եթե նախապես
գալիս էր այստեղ $100 հիմա $140 է լինելու երբ որ դուք գնեք եւ այդ գումարը իհարկե կառավարությունն է հավաքում բայց ժողովուրդն է ինչ որ վճարում է դրա համար մեծ բողոքի ցույցեր է տեղի ունենում հենց այսօր երեք այսօր տարբեր քաղաքներում Ամերիկայի Թրամփի այս ծրագիրները ինչ որ մշակեն է դուրս են եկել բողոքի Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այն ժամանակ պետք է խոսեմ իմիգրանտ մեկ անձնավորություն, որ երկրից վտարեն էին, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանն են հովանավորում, այս երկու ատամնաբուժներն են հովանավորում, եթե որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, արյունոսություն ունեք, ատամ պիտի տեղադրեք, պրոթեզ պիտի տեղադրեք եւ այդ հարցերով զանգարեք ժամադրություն վերջեք Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Վիվալդի catering եւ venue հովանավորում է ծրագիրը 3 սրահ ունեն 300 հոգանոց տարողությամբ 150 եւ 120 սրահներ ունեն իսկ ամեն օր ճաշ են առաջարկում չափազների համար, նաև երեխաների համար, եթե կնունք է, տարեդարձ է, ուրախ ռոպեներ պետք է կազմակերպեք երեխաների համար $150 10-ից 12 հոգու երեխայի համար ուտելիք են բերելու, տարբեր ուտելիքներ, որ երեխաներն են հավանում, զանգարեք հավելյալ տեղեկությունների համար Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի ակնաբույժն է հովանավորում, եթե լենզ պիտի տեղադրեք, աչքից ջուր է հոսում, պրոբլեմ ունեք, ագնոցի կարիք ունեք, բոլոր այդ հարցերով զանգարեք, իրենց տեղափոխվեն են, հիմա 240 South Jackson փողոցի վրա են, հարկաբաժին 310, 240 South Jackson, բայց զանգարեք իրենք ձեզ կկրկնեն Նախագահ Թրամփը ասաց, որ անօրինականներին մանավանդ աշխատում է ոչրագործներին այս երկրից վտարի։ Եվ այդ ծրագրի մեջ նաև վտարում են այս տղային, բայց բանից կարծեք դուրս է գալիս, որ որևէ ոչրագործություն տեղի չի տվել։ Այսինքն փաստեր չկան, որ մի սխալ աշխատանք էր։ Ամենայն դեպս 2011-ին անօրինականորեն Էլ Սալվադորից ինքը գալիս է այստեղ Հետո ամուսնանում է, հիմա երեխա ունի եւ այսպես իրեն հանեն է։ Հիմա երբ որ փաստաբանը իր կինը Ամերիկուհի է, այսինքն այստեղ ծնված կին է, բոլոր իրավունքներ այդ կին ունի, բնականաբար երբ որ ամուսնանում են ամուսին նաեւ հետո իրավունքներ ունենում ամենայն դեպս դատավորը ասել է որ այս սրան պետք է հետ վերադարձնեք Ամերիկայի կառավարություն պետք է գնա Էլ Սալվադորից իրեն հետ բերի այս երկիրը դուք սխալ եք հանել իրեն երկրից Նախագահ Թրամփի վարչակազմը ընդունում է որ սխալվել են իրեն հանել են բայց եւ այնպես ասում է հիմա չի կարող վերադարձնի իրեն ուրիշներն կան այնտեղ ոչրագործ են ընտանիքը մտահոգ է որ Էլ Սալվադորի բանդերում ամեն մարդասպան կողերը այդտեղ են կարող է իրեն վնաս հասնի որ այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցույցադրել եթե սա երիտիկինն է որ տատ է բացարել ինքը երբ որ իր երեխայի հետ գալիս էր immigration-ի ոստիկանն է որ իրեն կանգնեցնում են եւ ձերբակալում են եւ երկրից վտարում են այսպես տեսնում եք տանում են իրեն տանում են այնտեղի բանդ այսպես բոլոր այդ Էլ Սալվադորի անօրինական մտնել 2011-ին ասացի եւ ասում են որ gang member-ի անդամ է եղել government-ի մեկ informant լրտեսներ ունի կառավարություն ասում է սա այդ գանգերի անդամներից մեկն է եղել բայց փաստ չեն կարողացել գտնել որ ուր ինչպես դրա համար ընտանիք հիմա տատ է բացարնել իհարկե ասացի սա կառավարությունը ասում է որ Աբրեգո
այս տղան երիտասարդը ուրեմն գանգի անդամ է եւ այդպես տեսնում եք հիմա immigration-ի դատարանը մեկ դատավոր ասել է որ այս Գարսիա անունն է որ հանեն եք հիմա պետք է հետ բերեք Էլ Սալվադորից պետք է հետ բերեք իրեն որովհետեւ չեք կարողանում ներկայացնել document որ որևէ սխալ աշխատանք է կատարել եւ ասացի նախագահի աշխատակազմը ասում են որ administrative error այսինքն սխալվել են այդ թղթերի հիման վրա սրան վտարեն են երկրից ինչ որ տեսնում եք տանելիս այսպես իրեն ձերբակալած տարեն էին եւ հիմա պիտի տեսնել ինչ է լինում բայց որևէ աշխատանք կառավարություն չի տանում հիմա որ իրեն հետ վերադարձնեն բերեն այստեղ ես ուզում եմ շարունակել խոսել մեկ British actor արվեստագետի մասին actor-ի մասին արտիստի մասին խոսեմ որ հիմա տատ են բացարել իր դիմաց Անգլիայում 1999 մինչև 2005 թիվ տարբեր կանանց բռնաբարել է ինքը ասում է որ իրենք գալիս էին ու ինձ հետ ընդունել են որ իրար հետ սեռային հարաբերություն ունենան եւ իսկ նրանք ասում են չէ բռնաբարին է իրենց տեղը տվել խմիշք է տվել հա այսպես մեղադրանք կա այս Russell Brand անունով արվեստագետն է արտիստն է տեսնում եք Russell Brand որ բռնաբարել է rape եւ ուրիշ անհարմար աշխատանքներ ինչ որ արել է առանց դիմացինից ցանկության այսինքն ճնշելն է եւ սեռային հարաբերություն է ստեղծել ինք ասում է ես որևէ սխալ բան չեմ արել իրանք ցանկությամբ օժար կամքով եկել են ինձ հետ հարաբերություն են ունեցել նա հետո իհարկե եկել է ամերիկայում է ինչ որ աշխատանք Katy Perry ամուսնանում է Katy Perry հետ ամենաճանաչված երգչուհիներից մեկը Katy Perry-ին եք տեսնում որ 143 միլիոն ալբոմ վաճառել է Katy Perry շատ ճանաչված անձնավորություն է այստեղ ցախում տեսնում եք իրեն բայց հիմա բաժանված են իհարկե այստեղ տեսնում եք այս Russell Brand-ը որ հիմա տատ պիտի բացանեն իր դիմաց այստեղ տեսնում եք ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից հիվանդանոցային աշխատանքը տանն են հիմա կատարում մինչ հիմա չափահասների համար տարիցների համար անում էին ավել երիտասարդներ նաև այդպես է լինելու նրանից հետո պետք է խոսեմ մեկ կրիայի մասին 70 տարեկան որը փրկում են իրեն եւ հետո շարունակել ծրագիրը ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում այդ ծրագիրը Սադիկ է գալիս խմիշ պիտի կնեք հյուրասիրություն կազմակերպել կամ ուրիշ նվեր տանեք ուրիշի բնակարանը գնում եք այցելելու ազգականներին բարեկամներին M&M Liquor Market այցելեք գիները խիստ Սադիկվա առիթով իջեցրած է 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում M&M Liquor Market-ը Գլենդելում է, բայց Բրբանկի հարևանության է Գլենոքսի այդ տարածքում է գտնվում M&M Liquor Market ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է որևէ տեսակ դաշնամուր ուզում եք իրենք ունեն հարյուրավոր դաշնամուր կգտնեք իրենց այս կենտրոնում Դուք գնում եք մի խանութ դաշնամուր գնելու 10 հատ ունեն, 20 հատ ունեն, 30 հատ ունեն, այստեղ 225,000 square feet-ի մեջ դեռ դաշնամուրներ կա տուփերի մեջ տրված է, դեռ ծանրոցի մեջ է, դեռ չեն հանել, այցելեք Hollywood Piano, եթե պիտի վարձեք կամ գնեք դաշնամուր։ Ծրագիրը նաև հովանավորում է Raffi's Market, հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market Բրբանկում է, բայց Գլենդելի հարևանության Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, կարող եք վերցնել իրենցից կվերադառ։ iPad
հիմա մի վիճակ է ստեղծել, որ հիվանդանոցը կարելի վերել տուն չափահասների համար, դրա միջոցով նրսերի, բժիշկների հետ մարդիկ կարող են կապվել, այսպես iPad-ի միջոցով, ու եթե հարց ունեն, դրա համար չափահասները հիմա կարող են տանը մնալ փոխարեն հիվանդանոցում, նրսը գալիս է, բժիշկը կարող է այդ iPad-ով միանա եւ հարցեր լուծի։ Իսկ հիմա նաեւ երեխաների համար սկսեն են, որ այդպես կարողանան հիվանդանոցի հետ կապ ստեղծելով հենց երեխան մնա տանը։ Եվ նրանք, որ մանավանդ խնդիրներ ունեն cerebral palsy, այդպես խնդրեմ ունեն, որը ուղեղային այսպես խնդիրներ է, disorder է, neurological disorder, կամ խանգարված է ուղեղային, հիմա կամ այս երեխաները խնդրեմ ունեն, այդպես ուղեղային խնդիրներ ունեն ծնվելուց առաջ կամ ծնվելու ժամանակ կամ ծնվելուց հետո, ուրեմն նախքան, before, during or after birth, ուրեմն նախքան ծնվելու ժամանակ եւ նրանից հետո, եթե այդպես խնդիրներ ունեն, նրանց նաև կարողանում են այսպես կապ ստեղծելով աշխատանքը ավել թեթևացնեն ընտանիքի համար եւ նաև հիվանդանոցի համար։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք ինչպես է տեղի ունենում։ Տեսնում եք այս երեխան է, որ ունի դժվարություններ ունի եւ տեսնում եք նրսը գալիս է տանը, ինչ որ պետք է անեն, կատարում է, իսկ իրենք կապված են նաև հիվանդանոցի հետ, տեսնում եք համբյուտերի միջոցով, այսպես հիվանդանոցի հետ կապված են, բժիշկը կամ մեկ բուժքույրը այնտեղ կարող է օգնի, նրսը տուն է գալիս, տեսնում եք այստեղ 24 ժամ բժիշկն է նաև կապվում է, նայում է նրսը, որ եկել է, ինչ է գրել, ինչ է ասել, այսպես տեսնում եք աշխատանքը հեշտացնելու, դուրին դարձնելու համար, այս համբյուտերային հարմարությունները հիմա ստեղծել է ավել հարմար առիթ, որ երեխային տանել հիվանդանոց, հիվանդանոցներում գիտեք վայրս շատ կա, ինքը կարող է անձը նաև վարակվի այնտեղ տարբեր հարցերով։ Իսկ ես հիմա ուզում եմ կրիայի մասին խոսեմ։ Մեկ կրիա, որ թվում է մոտարապես 70 տարեկան կրիա է, այս կրիան վիրավորվում է եւ Florida Keys, Ֆլորիդայում գտնում են կրիային ու տանում, հոգ են տանում, ես ուզում եմ այստեղ ցույց տալ, ու հետո հիմա հետ վերադարձրին։ Տեսնում եք հիմա ուրախորեն գնում է, երբ որ հոգ տարին։ Հիմա կրիան կարող է 322 pound է այս կրիան, 150 կիլո, երբ որ գտնում են վիրավորված, տանում են շաբաթներ իրեն փրկում են, տեսնում եք այդ ժամանակ է, որ տարին էին մեքենա, յուրահատուկ մեքենա կա, այնտեղ Ֆլորիդայում, որտեղ կրիա օվկիանոսում շատ կա, եւ հետո այսպես վիրավորված եւ այլն ժամանակ բժիշկը հոգ է տանում, նախապես ասում են շատ մտահոգ էր այս կրիան, բայց հետո տեսակ թրաքի վրա գրած էր թրթր, հետ վերադարձրին, բոլոր ուրախությամբ, որ հետ էին վերադարձել, մտահոգ էին, որ մի ամիսներ այդ կենդանիների հիվանդանոցում էր եղել, մտահոգ էին, որ հիմա նորից ջրին վերադարձնեն, ինչպես կանրատառների վրա, տեսնում են ուրախորեն գնում է այս կրիան։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է խոսեմ այս 10 ամենամեծահարուստները, ասացի ձեզ ծրագրի սկզբում ստակը կամ փայատերությունը խիստ տուժել է, հիմա տեսենք մեծահարուստները ինչքան, քանի բիլիոն է տուժել Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոս եւ այլն, նրանք ինչքան կորուստ ունեն այս թերիֆի հետևանքով, Թրամփի աշխատանքի հետևանքով, իրենց կորուստը ինչքան է։ Ծրագիրը հովանավորում է
ես ուզում եմ հիշեցնել Գևորգ Չաքմանյանը համերգ է կազմակերպել ի հիշատակ անվանի երգչուհի, այստեղ տեսնում եք մեր Օֆելիա Համբարձումյանին տեսնում եք իր հիշատակին համերգ է կազմակերպված Alex Theatre-ում ձեր տեղերը ապահովելու համար զանգարեք այս հեռախոսահամարին ինչ որ պաստառի վրա տեսնում եք ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է Court Furniture-ը գտնում է Մրթել եւ Central փողոցի հատման կետում Մրթել եւ Central փողոցի հատման կետում Գլենդելում Court Furniture-ը մոտարապես 100 խանութ ունի Ամերիկայում որտեղ որ ապրում եք որտեղ տեսնում եք այս ծրագիրը եթե Ամերիկայում տեսնում եք իրենք այդտեղ furniture-ի խանութ գոյություն ունի Court անվան տակ պատկանում է բիլիոնատերի եւ ամեն ինչը գինը զեղչված է որովհետեւ մեծ քանակով վաճառք ունի Գլենդելում Central եւ Մրթելի հատման կետում է Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման կետում Euclid եւ 405 Orange County-ում նաեւ Santa Ana քաղաքում furniture-ի խանութ կա այնտեղ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը աշխատատեղի զանգարեք եթե նաև accident եք ունենում կարող եք զանգարել եւ եթե bankruptcy պիտի ֆայլանեք կարող եք զանգարեք այս հեռախոսահամարին Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը Նաղաշ լավաշը նպարատուններում կա եթե չկա պահանջեք այս տեսակը բերեն Նաղաշ լավաշ կվերադառնա Նախագահ Թրամփը թերիֆ հարկ պահանջեց ինչ որ ուրիշ տեղից գալիս է այստեղ ու բնականաբար կարծես երկրաշարժ է տեղի ունեցել աշխարհով մեկ ամենահզոր ամենամեծ բիզնեսի տեր երկիրը հարկ է պահանջում ինչ որ պիտի ներմուծեն որտեղ Ամերիկան ավելի շատ ապրանք է ներմուծում ավելի գնում է կատարում քան թե ինչ որ ինքն է վաճառում Եվ հիմա այդ բերումով ես ուզում եմ ձեզ ցույց տալ այս մեծահարուստները ինչքան են տուժել այստեղ տեսնում եք Իլան Մասկ այս բերումով 11 բիլիոն իր հարստությունը որ 2.5% է կազմում աշխարհի ամենամեծահարուստը կորուստ ունի իր հարստությունը իջել է ասում ենք առաջ երկրորդ ամենամեծ հարուստը Ջեֆ Բեզոս 15.9 պատկերացրեք 16 բիլիոն կամ իր հարստության 6.7%-ը կորուստ է ունեցել այս բերումով հաջորդ մեծ հարուստներից Մարկ Զուկերբերգ Facebook, Instagram-ի տերը 17.9 բիլիոն կորուստ ունի իր հարստության 8.6% հարստությունը իջել է համեմատ նախկինում Warren Buffett, որ մեր ծրագրի հովանավորողը նաև 1.8%-ով կորուստ է ունեցել 2.57 բիլիոն կորուստ ունեցավ մեկ անգամից սրանք բոլորը 100 բիլիոնից ավել հարստություն են Բերնարդ Արնոլդ, որը luxury ապրանքներ ունի, ինչպես Tiffany այդ եւ Louis Vuitton այդ ընկերությունների բոլոր տերն է 6.22 բիլիոն կամ միլիարդ կորուստ է իր հարստությունը իջել է 3.5%-ով բայց ասացի սրանք այնքան հարստություն ունեն որ շատ բարգացած են երևի Bill Gates-ը ընդամենը 291 միլիոն կորուստ է ունեցել 2%, որովհետև Bill Gates հիմա շատ տարբեր ընկերությունների մեջ իր գումարը, իր հարստությունը բաժանել է տարբեր ընկերությունների մեջ։ Հաջորդ տեսնում եք Larry Ellison, որը Oracle ընկերության տերն է, որ chips է սարքում այս կոմպյուտերի, մեքենաների համար եւ այլն 8.1 միլիարդ կորուստ ունի 4.2% իր հարստությունը իջել է Larry Page
Google-ի տերերից մեկը, երկու տեր ունի, մեկը 4.79 բիլիոն կորուստ ունի եւ այստեղ տեսնում եք Steve Ballmer, որ Microsoft-ի 2000 թվականից ղեկավար տերն էր նաեւ բասկետբոլի թիմ ունի, ֆուտբոլի թիմի տերը 2.85 միլիարդ կամ բիլիոն կորուստ ունի Sergey Brin տեսնում եք Google-ի մյուս տերը 4.46 բիլիոն կորուստ ունի կորցրել է իր հարությունը սրանք 10 ամենահարուստ մարդիկն էին աշխարհի որ ցած ցուցադրեցի իսկ ինչպես է ազդելու այս թերիֆը մեքենաների վրա ինչպես է ազդելու թվում է որ եթե արագորեն մի բան դեպք չպատահի Թրամփը փոփոխություն չբերի հիմա Թրամփ այս երկու օրը տեսավ որ իր դեմ շատ հակա արտահայտություններ լինում ասաց որ երկրները եթե ուզում են կարող են ինձ հետ բանակցեն որպեսզի ես իջեցնեմ որոշ գումարները թերիֆը հարկը պակսացնեմ Mazda-ն սրանից հետո 20-ից 25% ավել թանկ է լինելու Volvo-ն նույնպես Volkswagen 15-ից 20%, Audi նույն մասը 15-ից 20, Hyundai թանկանալու է մինչև 20%, Kia մինչև 20%, Genesis սրանք բոլոր նույն ընկերությունն են, Nissan-ը մոտարապես մինչև 20%, BMW 10-ից 20%, Mercedes-Benz 10-ից 20%, Stellantis-ը, որը պատրաստում է Chrysler, Dodge, Jeep, Ram 10-ից 15%, Porsche 10-ից 15%, General Motors, որը Chevrolet, այդպես GMC մեքենաները 5-ից 10%, ամերիկյան մեքենան ավել քիչ կթանկանա, քան թե դրսից ներմուծվող մեքենաները, այսպես տեսնում եք այս ազդեցությունն է լինելու մեքենայի։ Հիմա երեխաները, մեծերը, չափածները video game console-ը գնում են 58%-ով, laptop, computer, tablet 45%-ով, խաղալիքը երեխաների գնում եք ամեն ինչ գալիս է խաղալիք երեխաների Չինաստանից 39%-ով թանկանալու է, smartphone, ձեռքի հեռախոսը 37%-ով թանկանալու է երևի բոլոր կարճ ժամանակ հետո նոր հեռախոսի կարիք կունենաք ավել թանկ է լինելու քան թե հիմա household appliances տանի լվացքի մեքենա dryer եւ այլն 19.4 footwear կոշիկը 18-ից ավել հագուստները 12.5%-ով հեռուստացույցը 9% furniture-ը 6.4%-ով թանկանալու է Եվ grocery, այսպես տեսնում եք նաև ծու, սուրճը, միսը, olive oil, ամենը փոփոխություն է լինելու, տեսնում եք այդտեղ։ Երկաթ 25%, ալյումինիում 25%, պղինձը 25%, փայտը, lumber 25%, բենզինը կապված է, հետո կիմանանք ինչպես է բենզինի վրա ազդելու։ Դեղորայք 25%-ով, semiconductors 25% եւ integrated circuit 25%-ով թանկանալու է, այսպես տեսնում եք ամեն ինչ թվում է թանկանալու է, եթե այս երկու օրը ինչ որ հայտարարել է, եթե Թրամփը չվերադառնա, որովհետև բողոքները շատ են, չվերադառնա մի արտահայտություն այս առիթով կամ փոփոխություն առաջարկի, ինչ որ մասամբ ասել է, եթե որ երկրի ինձ այդ բանակցի, այդ հարկը կպակսեցնեմ եւ այլն, եթե չանի, սպասեք թանկությունը տեղի ունենալու եւ recession-ը տնտեսական ճգնաժամ է լինելու Միացյալ Նահանգներում։ Ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ մեկ 17 տարեկան երեխայի մասին խոսեմ, հետո նրանից հետո measles կարմրուկի մասին խոսեմ եւ վերջավորությանը մի երեխա, որ ինքը մասամբ խնդիրներ ունի, բայց տեսնեք թռչունի ձայնը ինչպես կարողանում են օրինակի զարմանալի հետաքրքիր է քիչ հետո ցուցադրեմ։ Ծրագիրը հովանավորում է Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ,
վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք, ժամադրություն վերցեք, սա իր հեռախոսահամարն է, 20 տարից ավել փորձառություն ունի, Գլենդելում 616, իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, 616 իսկ նաև գրասենյակներ ունի, այստեղ տեսնում եք Encino Commerce եւ նաև Orange County-ում հեռախոսահամարն եք տեսնում։ Պարոն Էդվարդն է ովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, էլ չեք ուզում աշխատեք, հոգնել եք, որը պատճառով, եթե պիտի վաճառեք, ցանկանում եք վաճառել, զանգահարեք, խորհրդակցեք պարոն Էդվարդի հետ այս հեռախոսահամարի միջոցով։ Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, Jackpot-ը ձեզ է առաջարկում $5 կոշիկ կարող եք գնել, այսպես տեսնում եք, տարատեսակ կոշիկներ են առաջարկում, ընդամենը $5։ Նաև հագուստներ, եթե 10-ից մինչև 50% զեղչ են առաջարկում, Jackpot գտնում է Թահանգաքաղաքում կվերադառնա։ Զույգ եղբայրներ 17 տարեկան երեխաներ դպրոց են գնում Թեքսասում եւ այդտեղ մեկ մարզավանում որ կան, եղբայրներից մեկը ինչ որ այստեղ տեսնում եք, որ շատ լավ աշակերտ է լինում։ Իր միջին GPA-ը 4 է, այսինքն մաքսիմում մեկը կարող է նիշ ունենա դպրոցում 4 է։ Եվ նաև ինքը մարզիկ է եւ MVP, most valuable player, այսինքն ամենաարժանի իր թիմի խաղացողն է եղել անընդհատ գնահատվել է։ Ամենայն դեպս իր զույգ եղբոր հետ գնում են դպրոց, մարզավանը գնում են, մեկ ուրիշ երիտասարդի հետ, չգիտես ինչպես վիճաբանություն է լինում եւ մյուս երիտասարդը, որ համատարիք մոտարապես պայուսակից դանակ է անում, հենց ուղիղ խփում է այս երեխայի սրտին եւ հենց այդտեղ վայր են գնում, իր եղբոր գիրկն են գնում, այդ զույգի գիրկն են գնում, այնպես արված է անմիջապես ազդում։ Իրեն հորը զանգարում են, հայրը մինչև գալիս է այդ բրանքարդի վրա, մահճակալի վրա մտցնում են ամբուլանսը, բայց հենց այդ մասամբ էլ վերջանում այնպես ուժեղ արյուն ուսություն է լինում, այս մահանում է։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ այս դժբախտությունը, ինչ որ պատահել է այս ընտանիքին Թեքսասում, տեսնում եք այդ դաշտում է, որ պատահում է, եւ այստեղ զանգարում են, իրեն հորն եք տեսնում զույգ երեխաների հետ։ Խիստ քրիստոնյա ընտանիք են։ Մի օր հետո, մահից հետո հայրը ասում է, ես այդ անձը, որ իմ տղայի սպանել է, որ այստեղ տեսնում եք այդ անձնավորությանը ոչրագործին 17 տարեկան մեկ ուրիշ երեխա այդ սպանության համար ձերբակալվել է, որ երևի հետո պիտի տատի տան։ Եվ ինչ որ ասացի հայրը ասում է, ես ներում եմ իրեն, այս տղային եք տեսնում իր ծնողների հետ, իր հայրն է, որ ասացի խիստ քրիստոնյա են եւ այսպես ասում է մեծ ցավ է ինչ որ պատճառել է ինձ, չէի կարող պատկերացնել, սրանից մեծ ցավ պատճառ ինձ, բայց եւ այնպես ես ներում եմ այս անձնավորությանը։ Ես հիմա ուզում եմ աշխատատեղիների մասին խոսել, գիտեք, ապրիլը նոր ենք սկսել, ուրեմն անցյալ ամսվա բոլոր տեղեկությունները հիմա ունենք եւ տեսնում ենք, այստեղ 2025 թիվը տեսնում եք, սա 2019-ին էր, որ 4%-ից անգործություն ավել քիչ էր այդ ժամանակ, Թրամփի ժամանակ էր, անգործության տոկոսային հարաբերությունն էր 3.5, շատ այսպես միշտ չէր պատահում, որ այսպես լինի։ Թրամփի օրոք, երբ որ կորոնավիրուսը վնաս հասցրեց անաշխատում մարդկանց քանակը եկավ հասավ 14.7%-ի։ Նրանից հետո պարբերաբար իջավ, Թրամփի նստաշրջանը այստեղ վերջացավ, մոտավորապես 6% անգործություն էր, երբ Թրամփը հեռացավ, Բայդենը եղավ նախագահ, էլի իջավ եւ չտեսնված եկավ 3.4-ի, որ 70 կամ 65 տարի որևէ ժամանակ այսպես աշխատում մարդկանց քանակը չէր պակսել։
Իսկ հետո նրանից հետո մասամբ ավելացել է եւ հիմա Թրամփի ժամանակ այս ամիս մի փոքր բարձրացավ 4.1 էր, դարձավ 4.2։ Էլի սա շատ չտեսնված է։ Իսկ հիմա այս թերիվ կամ հարկը ինչ որ պահանջել է, որովհետեւ օրինակի համար Stellantis-ը, որը այդ Jeep, այդ մեքենաները պատրաստում է, ասում է 10%-ով աշխատակազմի թիվը պակսեցնելու է, մոտարապես 900 հոգու այստեղ այս երկրում իջեցնելու աշխատողների թիվը։ Ուրիշ ընկերություններ նաև այդպես ասեն են։ Իսկ դեռ մինչև անցյալ ամսվա վերջ ոչինչ չէր ազդել։ Հիմա այստեղ տեսնում եք ամիսների ընթացքին 2020 թվականից, որ Բայդենի ժամանակ է, տարբեր ամիսվա ընթացքին ինչքան աշխատատեղի ստեղծվեց, տեսնում եք։ Իսկ Բայդենի վերջին տարիներում, այստեղ տեսնում եք 2023 եւ 24, մոտարապես ավելանում էր աշխատատեղի 200-ից ավել կամ 100-ից ավել, այսպես էր։ Իսկ այս ամիս Թրամփի օրոք 228,000 առավել աշխատատեղի ստեղծվեց, որ շատ լավ է։ Եթե 300,000 լինի, այդ perfect է, շատ կգերազանց է, բայց ամենայն դեպս 228 շատ լավ է, որ անցյալ ամիս աշխատատեղիներ ստեղծվեց առավել։ Գիտեք, ամեն ամիս մի խումբ աշխատանքից հեռանում են կամ հանում են, մի խումբ աշխատանքի վարձում են, ամենայն դեպս երբ որ նկատի եք առնում ավել աշխատատեղի ստեղծվեց, որ շատ հարմար է։ Հիմա բայց չգիտենք այս ամիս ինչպես է ձևավորվելու այս հարցը։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել նաև Measles-ի մասին կամ կարմրուկի մասին։ Կարմրուկը խիստ դեռ շարունակվում է։ 607 case կա հիմա։ 2000 թվին արմատախիլն են եղել կարմրուկը, բայց սկսվեց մարդիկ, որ սկսին չսրսկել եւ այլն, կարմրուկը շարունակվում է, այսպես երեխաների մոտ նաեւ, որ պետք է ուշադիր լինել, գիտեք հիմա 6 ամսականից հետո ասում են կարմրուկ, առաջ 1-ից 2 տարեկան էին սրսկում, հիմա այդտեղ սրսկում էին երեխային, զբաղեցնում են, որ սրսկեն, տեսեք կարմրուկն է, ինչպես մարմինը երեխայի ինչ է եղել, որով եւ այդ մեծ մասը այդ 607 ինչ որ ցույց ցուցադրեցի, բոլոր նրանք են, որ սրսկված չեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի խոսեմ մի երիտասարդի, որը կտեսնեք խնդիրներ ունի, բայց կարողանում են թորինակել թռչունի ձայնը չտեսնված, դա պիտի ներկայացնեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Ծրագիրը նաև հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը։ Զատիկ է գալիս, երևի մի բան պիտի տապակեք, շրջել մյուս կողմը տապակել, հեշտացնելու համար կարող եք սա գնեք, ընդամենը $19.99 է, տեսնում եք 2 հատ է, բայց 19.99 cent է, Անաշե Գիֆտ գտնում է 1937 West Glenox փողոց։ Դուք տեսնում եք Սամուել Հենդերսոնին, այս տղան աթիստիկ է, 11 տարեկան է եւ Օքլահոմայում դպրոց է գնում, բայց հանկարծ բոլոր կարծեք թե Ամերիկայով անդրադառնում են մի յուրահատուկ ընդունակություն ունի։ Գնում է անտառ եւ այլն, այս թռչունների այդ ծլծլոցը կամ ձայնը կարողանում է ընդօրինակել, որ ես ուզում եմ դա ցույց տալ, որ բոլորի շշմած են, որ ինչքան գեղեցիկ կարողանում է կատարի այդ։
Ահա այսպես տեսնում եք ինչ Ահա տեսնում եք ինչքան գեղեցիկ ընդօրինակում է բոլոր այդ 50 թռչունի ձայնը կարողանում է այսպես ընդօրինակի ու լսելի դարձնել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։